հարցերը, ուսումներ այդ թվում եւ ձեր նախկին դիմագիծների տված ինչ համոզման ձեզ բերեցին։ Ինչ իմաստով ինչ համոզման բերեցին, ինչ լավ Տրամադրվածությունը ինչպիսին է ձեր կարծիքով ձեզ անձեռնմխելիությունից զրկելու են տանեն կալանքի թե ոնց։ Հիմա քննարկվում է անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան ինձ ներգրավել որպես մեղադրյալ։ Կալանքի հարց, խափանամիջոցի հարց, այս միջնորդությամբ չի քննարկվում։ Պետք կարող է հետո քննարկվի։ Ձեզ դուք հիմա քաղաքական հետապնդման եք ենթադրում։ Ոչ, ես ենթարկում եմ քաղաքական ճնշումների։ Բանը չի։ Ես չեմ հասկանում այդ քանվանը։ Դուք ասել եք, որ բացահայտումներ եք անելու։ Բացահայտում։ Թե ինչ որ Չէ, ասացի, որովհետև ես վարչապետի հետ անընդհատ եղել եմ այսպես կոչված ընդդիմախոսի դիրքերում, իսկ ես եթե այն ժամանակ քննարկում էինք թե ինչու է ինքը Արտակ Զեյնալյանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը, որ անվստահություն հայտնի որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց է, բայց ինքը տակ չի մոռացել, պարզվում է։ Եվ երբ որ ո՞ց պատասխանես։ Օրինակ Հակոբ Արշակյանն ասեց, բայց դեպքում ինչ է դուք 3 անգամ պատգամավորի թեկնածու եղել ցուցակում։ Որովհետև այս ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանից, իրանք էլ իրենց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ, որ վերաբերմունքա քեզի կարգին պայի, իսկ ես կարգին չեմ պայել, չեմ պայելու։ Հիմա փաստորեն այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանն էր, Հիսուսի հետ համեմատությունը ճիշտ է, հիմա էլ ինքը առնչություն չունի Հիսուսի հետ։ Ես Հիսուսի հետ չեմ համատել իրան։ Ես ասել մի րոպե, հիմա ասացի պիտի պատասխան, թե ասնեք հաստատելու համար։ Ես ասել եմ սիրելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ խնդիր։ Բայց հիմա էլի անհավատ։ Ոչ, չեմ փոշմանել։ Ես միջև հայտնի դեպքերը իմ բոլոր ինչ որ արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուսակցություն ես դա տերեմ։ Պարոն Աղազարյան։ Հա? Հիմա գամատեմ Վազգեն Սարգսյանի, երկրորդ Վազգեն Սարգսյանի, Վազգենի հետ գամատեմ։ Հա? Չհամեմատության եզրեր ունեն։ Դե ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան եւ իմ գրքի մեջ գրել եմ այդ ամենի մասին։ Մեկը Վազգեն Սարգսյան, մեկը Վազգեն։ Վազգեն Սարգսյանը այն պայծառ լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար հելա պայքարի կռվի եւ այլն։ Այո։ Երկրորդ Վազգենը դա թե պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքել չենք թողնի գարիշխանության։ Դա նույնն էր, ինչ որ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել Վարչական դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Դրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ, սպանեցին։